ողջունում ենք ձեզ հայկական նախագիծ գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից անցկացված հայկական մտքաչափ սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսին։ Հետազոտության առանցքը բաղկացնում է ինքնին սոցիոլոգիական հարցումը, որ մեր կողմից անցկացվել է 5 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 9-ին ժամանակահատվածում։ Նպատակը երկչափ է, առաջինը ինքնին տեսական, գիտական, այսինքն հետազոտական նշանակություն, եւ երկրորդը կիրառական, հատկապես ներկաների համար կարծում դարձում չէ, թե հայկական նախագիծը ինչ փիլիսոփայություն եւ ինչ քաղաքացիական դիրքորոշում է դավանում եւ մեր հենց այդ դիրքորոշումից ու նպատակից էլ բխել է նաեւ այս հետազոտության կիրառական նշանակությունը, այն է փիլիսոփայորեն ասած, փորձել այս տվյալների հիման վրա օգնել այլոց Հայաստանը դարձնելու ավելի լավ տեղ ապրելու համար։ Ինչ կասեք, ինչ սոցիալական հարցում է լինելու, ինչով է սա կարևոր եւ ինչ է այն իրենից ներկայացնում։ Հայկական նախագիծ գիտակրթական հասարակական կազմակերպությունը իրականացրել է հայկական մտքաչափ խորագրով սոցիոլոգիական հետազոտություն, որն իրենից ներկայացնում է սոցիոլոգիական հարցում, իրականացվել է համապետական մասշտաբով, հեռախոսային հարցազրույցավորման եղանակով եւ մասնակցել է շուրջ 1160 մարդ։ Պահպանվել են այս զբաղմունքին բնորոշ բոլոր գիտական կանոնները։ Սա կարևոր է երկու նպատակով. նախ ինքնին տեսական, հետազոտական գիտական նպատակով եւ երկրորդ բուն կիրառական նպատակով, փիլիսոփայական լեզվով ասած, այնպես նայելով, որ Հայաստանը ավելի լավ վիճակում լինի։ Իսկ այն, որ Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ, ոչ թե պարզապես իմ որպես փորձագետի կարծիքն է, այլ ինչպես ցույց է տալիս նաև մեր սոցիոլոգիական հարցումը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող մարդկանց մեծամասնության։ Որտեղ մենք նաև նման հարց ենք տվել, ըստ ձեզ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում թե ոչ, եւ մեծ մասամբ ստացել ենք բացասական պատասխան։ Ինչպիսին են այսպես, այսինքն պատասխանը գոհացուցիչ է եղել, կարելի է ասել։ Չէ, կան նաև շատ մտահոգիչ պատասխաններ, այլ հարց, որ ամենակարևոր մետատվյալների դեպքում մարդիկ խաղաղություն հավանական համարում են, թե ոչ գոհ են Վաշինգտոնյան այդ հայտարարությունից, թե ոչ այդ մետատվյալները դրական բան են հուշում, բնակչության մեծ մասը հասկանում է, որ մի բան այն չէ։ Եվ եւս մեկ տվյալով ձեզ հետ կիսվեմ, բոլոր իշխանական հայտնի կարկառոն ներկայացուցիչները, ինչքան նրանք փորձեն համոզել, որ ժողովրդի մարդիկ են, ժողովրդի կողմից ավելի շատ չսիրված են, քան սիրված, ավելի շատ բացասական են գնահատված, քան դրական։ Անցնենք բուն հարցերին, սկզբից այսինքն փորձել ենք հասկանալ մարդկանց ընկալումները առհասարակ սոցիալական, տնտեսական բնույթի հարցերի վերաբերյալ եւ իրենց անձնական պրիզմայից։ Հայաստանի խնդիրներից որն է ամենաշատն ազդում ձեր կյանքի վրա, ինչպես նկատում եք առաջի հորիզոնականում անվտանգության եւ խաղաղության հետ կապված հարցերն են 23.6%։ Շտապ եմ ասել, որ այս հարցը եղել է բաց ձևակերպման հարց, այսինքն այս տարբերակները, որ դուք հիմա տեսնում եք ձեր էկրանին, իրենք չեն հնչեցվել մարդկանց համար, հնչեցվել է հարցը եւ ակնկալվել է պատասխան։ Նախորդ իհարկե ունեցել ենք նախակոդավորված պատասխաններ եւ արդեն հարցազրույցավարի, այսպես ասած, շնորհքից է կապված եղել, որ առաքության տակ հասկանա, թե տվյալ մարդի պատասխանը ինչ է նշանակում։ Առաջի հորիզոնականում անվտանգության խաղաղության հետ կապված հարցերն են, երկրորդ հորիզոնականում արդեն ֆինանսատնտեսական 18%։ Դրանից հետո սկսում է 5.9% բարոյահոգեբանական խնդիրներ, օրինակ որ ջահելները մեծերին չեն հարգում, այդպես շարունակալ, լիքը բաներ կան, մարդիկ դադարել են աստվածավախ լինել, սրանք բոլորը խմբավորված են բարոյահոգեբանականի տակ, պետաիրավական կարգ 5.6%, սոցիալական խնդիրներ, այսինքն կրթություն, մշակույթ եւ այլն, դրանք 4% եւ դրանից հետո արդեն չնչին բաժին։ Այստեղ համեմատած մեծ բաժին են չպատասխանողները, իսկ նրանց մեջ էլ մեծ բաժին են տղամարդիկ, որ նույնպես մշակութային մարտերի մասին է խոսում, տղամարդիկ որպես կանոն չեն ցանկանում շատ խոսել խնդիրների մասին։